Պարոն Վարդևանյան, ժամեր շարունակ խոսում եք այս դահլիճում եւ իրականում փաստարկված եւ ազնիվ բանավեճի մշակույթ եք ձևավորում, ինչի համար շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է ձեր գործունեությանը եւ հետագծին, իրապես որպես ազատության փաստաբան, ձեր մասնագիտական վաստակի մասին քաջատեղյակ են նաեւ մեր քաղաքացիները։ Հետևաբար ուզում եմ հարցնել, որն է լինելու ձեր հանձնառությունը ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում, որով մեր քաղաքացիները կզգան իրական փոփոխություն օրենսդիր մարմնի աշխատանքում։ Շնորհակալ եմ Տիկին Յոլյան նաև գնահատականի համարել։ Առնվազն հետևյալը ասեմ, առաջինը իմ պատկերացումը հետևյալն է, ազգային ժողովի նախագահի տեղակալը շատ քիչ հարցերում է տարբերվում պարզապես падգամավորից։ Սա իմ համոզմունքն է։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ լինի, թե սովորական падգամավոր լինի, ունի երկու ամենակարևոր գործիքակազմ. ելույթ, խոսք, կարծիքի ներկայացում, երկրորդը քվեարկություն։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը ուղղակի ունի դրա, այն էլ նիստը նախագահելու դեպքում արտահերթ ելույթով հանդես գալու կամ հարցով հանդես գալու հնարավորություն եւ բնականon ընթացքը նիստի ապահովելու պարտականություն։ Այսինքն, եթե նայենք իր մեջ ավելի շատ ոնց որ բացասական նույնիսկ երևույթ կարա լինի, քան թե դրականը, բայց ինչևէ, մյուս կարևոր հանգամանքը, որը տեսնում եմ, երևի թե դա իր ներկայացչական որոշակի առավելությունն է։ Ներկայացչական։ Այսինքն խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, օրինակ մեր հայրենակիցների արժև ծառացած խնդիրների, լինի տնտեսական, լինի պետաիրավական ոլորտի, հարգելի գործընկերներ, ներողություն պարոն Վարդևանյան, խնդրում եմ լռություն ապահովել։ Շարունակեք պարոն Վարդևանյան։ Լինի ցանկացած այլ ոլորտում, ապա նշվածը տալիս է որոշակի առավելություն դրանց հավուր պատշաճի ներկայացնելու, կառուցակարգի իմաստով ավելի շատ։ Կկարողանանք դրանում հաջողել թիմային աշխատանքի, այսինքն ես առնվազն պատկերացնում եմ, որ դրանում պետք է ունենամ թիմի աջակցությունը, թիմի հետ միասին փորձենք դա ապահովել։ Իդեպ, քանի դեռ ժամանակ ունեմ, այս հանգամանքն է նշեմ, ազատության փաստաբանի ձևակերպումը, որը վկայակոչում եք, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, դոկտոր պրոֆեսոր, նաև ժամանակին իմ դասախոսն էլ է եղել, Արթուր Ղամբարյանի կողմից էր նշվածը օգտագործվել, իրանից չափազանց շնորհակալ եմ, չափից դուրս բարձր գնահատական հանդգծը։ Արձագանք։ Շնորհակալ եմ իրավական եւ ընդհանցակարգային նորմերից զատ, ուզում եմ արձանագրել, որ այսօր դուք նաեւ ձեր անձնական օրինակով իրապես ցույց տվեցիք այն հավասարակշիռ պահվածքը եւ խոսույթը, որով իրապես կարող եք ապահովել առողջ մթնոլորտ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։